Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի աղմուկը, որ բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս կազմակերպված շքեղ հարսանիքից հետո։ Ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա։ Համերգ տեղի ունենա, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան, վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, չեկեք ձեր չտանք, չմոտենաք համալիրին։ Փաշինյանի խոսքով նույնն է վերաբերմունքը նաև հայկական եկեղեցիների նկատմամբ։ Նրան դուր չի եկել եկեղեցիների սանիտարական վիճակը։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում է ինչ-որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նայում ես այդտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Հետո Փաշինյանն անդրադարձավ պետական մարմինների կողմից պետական գույքը անարդյունավետ օգտագործելուն։ Հիմա կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում, ըստ որի պետական մարմիններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ, վճարներն ուղղվելու են պետական բյուջե։ Բայց էլի մեկը գումարը տալու է պետական բյուջեն։ Մենք սա անում ենք ֆինանսական մեր հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու եւ կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այսինքն հիմա ենթադրում եմ կառավարության շենքն ենք վարձակալում։ Այսինքն այնտեղ ֆիքսվելու ենք ինչ որ առումով գույքի քառակուսի մետրով եւ այլն տենց չափանիշներ ենք դնելու, որ հիմնարկների ղեկավարները իրանք ցերտին ասեն, բա մի րոպե ինչ ենք այսքան քառակուսու համար վճարում, եթե այդ քառակուսիները չենք օգտագործում։ Կառավարության որոշումներից մեկն էլ վերաբերում է ուժային կառույցներում ծառայողներին։ Պաշտպանության նախարարությունում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության անցած սպաները բնակարան ձեռք կբերեն հիփոթեկային վարկավորմամբ պետբյուջեի միջոցներով։ Շահառու սպան սահմանված գումարի չափով 35 միլիոն դրամ կարող է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզերում։ Սահմանված ժամկետի ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում հիփոթեկային վարկավորման պայմանագրով վճարումները պետբյուջեից կդադարեն։ Ավելին, զինծառայողը կպարտավորվի բյուջե վերադարձնել այն գումարը, որը վճարվել է պետբյուջեից հիփոթեկային վարկավորման պայմանագրի շրջանակներում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։